Նա իր ապագան դերդպրոցական տարիներին բժշկության ոլորտում էր տեսնում։ Ընկերոջ հետ սակայն ռեժիսուրայի ֆակուլտետում հայտնվելը իսկույն գլխիվայր շրջեց բոլոր նպատակները։ Իհարկե տանը խոսակցություններ, վեճ, կոնֆլիկտ եւ այլն, ինձանից ասին դե քեզանից հրաժարվում ենք, ոնց ուզում ես արա, չես ընդունվելու, շատ քիչ ժամանակ ա մնացել, արդեն բուհական ընդունելության քննություններին, ասի ոչինչ, ես կընդունվեմ։ 2011 թվականին եթեր հեռարձակվեց «Անուրջներ» հեռուստանովելը եւ ռեյտինգային բարձր արդյունքներ գրանցած այդ սերիալում նրա մարմնավորած Մարկի կերպարը մեծ ճանաչում բերեց նաեւ նրան։ Կնոջս հետ եկեղեցում էինք, պատարակ էր ու մի տատիկ կողքս անընդհատ կանգնած, պատատվում թարսեր նայում անընդհատ ու զգում էի, որ ինչ-որ բան ա ուզում ասի, վայ անամոթ։ Մի խոսքով, այդ կանգատ թողել ես տունը, ծիրացիդ հետ եկել ես եկեղեցի։ Ասի, տատի ջան, կինս ինքն է, այն կինո է։ Ամեն ինչ կարծես նրա սրտով էր ու լավ ընթացք ուներ, բայց այդ ամենն ընդհատվեց շուրջ 10 տարի առաջ։ Ամուսնություն, որը տևեց ընդամենը 3 ամիս։ Ես ինքա մի տգեղ վատ պատմության մեջ, եթե դա կարող ենք ասել, դավաճանության նման մի բան։ Վերադարձնելու փորձեր շատ ա եղել, մոտ գրեթե 10 տարի, այդ թեման իմ ամենաթույլ և բան տեղերից է, մի փոքր ընդմիջենք հետո շարունակենք։ Հոգեբանական դժվարին վիճակ ու բարդ նկարահանումներ, բայց նա այսօր արդեն հավատում է, որ ցանկացած դժվարություն լինի անձնական թե գործնական, մի օր հաստատ կգտնի իր լուծումը, պարզապես պայքարել ու հավատալ է պետք։ Այս շաբաթ միասին կքայլենք Հայկ Աֆրիկյանի կյանքի ուղիներով։ Դիտեք շաբաթ 22:30-ին Շանթ եթերում։